Ողջույն բոլորին, իրականում այս վիդեո հաղորդակը պետք է նկարեի ամենասկզբում ու ողջունեի ձեզ ասեի, որ վիդեոն նկարելու իմ օրվանից եւ ես դա մոռացա անեմ, դրա համար արդեն վերջացնում եմ իմ օրը ու նոր ես ասում եմ իմ ողջույնը, բայց շուտով դուք կտեսնեք թե ոնց է անցնում իմ օրը, ինչ եմ ես անում օրվա ընթացքում, կարծում եմ հետաքրքիր կլինի, թե ինչպես եմ ստեղծում լոգոները ու եթե հետաքրքրի, պատրաստ եմ միշտ այսպիսի հետաքրքիր վլոգներ անել։ Մի խոսքով գնացինք բացահայտելու իմ օրը։ Ես իդեալական մեյքափներ անել չգիտեմ։ Դրա համար ընդամենը կսում եմ իմ տոնայինը, հետո մի քանի փոքրիկ դետալներ եմ ավելացնում իմ տոնայինին և գրեթե վերջ։ Մի խոսքով կեսը եղավ դեմքիս, կեսը եղավ մազերիս, բայց կարծում եմ օքեյ։ Այսօր ունեմ լիքը բան անելու։ Պետք է գնամ լոգոներ ստեղծեմ, իմ հայկական էջի համար եմ այսօր լոգո ստեղծելու, շատ շուտվանից դադար եմ տվել, որովհետև տեղափոխվում էի, բայց որոշել եմ այսօր ինչ-որ լոգո ստեղծեմ հայկական էջիս համար, այսինքն վերցնում եմ ինչ-որ մի լոգո դիզայն և դարձնում այն անվանական ու շատ հետաքրքիր է ստացվում իդեպ վերջնարդյունքը։ Նաև դրա պրոցեսով կկիսվեմ ձեզ հետ, հետո պետք է արդեն լոգոներ պատրաստեմ իմ զարդերի համար, դրանք էլ կանեմ, դրանց պրոցեսն էլ անպայման ձեզ ցույց կտամ ու կտեսնեք, թե ինչ երկար ճանապարհ ենք անցնում, մինչև մենք ունենում ենք զարդեր և ցուցադրում ենք դրանք ձեզ, որ արվում է շատ մեծ սիրով իրականում, շատ եմ սիրում իմ աշխատանքի ընթացքը։ Ցույց կտամ նաև մեր նոր օֆիսը, որտեղ է լինելու, ինչ ենք անում այնտեղ և այլն։ Ինձ թվում է ձեզ հետաքրքիր կլինի այսօրվա իմ օրը։ Անցնենք ամենակարևոր դետալներին, դնում եմ հենց իմ ստեղծած մատանին, հուսամ լավ երևում է։ Հետո դնում եմ էլի Jewelry by RP-ի զարդերը, բայց սա հենց իմ դիզայնը չէ, նախորոք ասեմ, ես սա չեմ ստեղծել, ես իդեան եմ շատ հավանել և որոշել եմ, որ արծաթից մենք էլ պետք է այդ ունենանք և միշտ բոլորին ես տեղեկացնում եմ, որ իմ ստեղծած դիզայնը չի, որտև չեմ ճիշտ համարում, որ ուրիշի զարդերը վերցնեն և ասեմ, որ իրանցն է, ինչը որ անում են շատ մարդիկ հիմա իմ զարդերի հետ։ Սա էսպես և ամենակարևոր դետալը դա անվանական լոգո վզնոց։ Իմ համար շատ հավես ու յուրօրինակ դետալ է ավելացնում հենց ինձ վրա, որ մարդիկ նայում են հետաքրքրություն է առաջանում, թե դա ինչ է, կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր անունը։ Սա համ իմ անունն է, համ լոգոյը, ինչպես տեսնում եք, R և P, բայց ես անսահման շատ եմ սիրում։ Մի խոսքով այսքանը դեմքիս հետ կապված, հիմա վերջնականացնենք լուքը։ Կարծում եմ, եթե հենց այստեղ էլ դնեմ, խնդիր չի լինի, ինձ որպեսզի տեսնեք։ Չգիտեմ, այս սև պայուսակը ինչի հետ եմ համադրում, սա կոշիկներից է, բայց չեմ ուզում համադրեմ ոչ մանի հետ էլ։ Կվերցնենք սա, ավելի մեծ, ավելի հետաքրքիր ու որպես ժակետ կվերցնեմ իմ վերնաշապիկը։ Հիմա դա էլ անեմ։ Ուպս, իսպես։ Եկանեմ, որ ավելի լավ ցույց տամ։ Սա էլ արդյունքը։ Մեկ էլ քանի դեռ մեր օֆիսը փակ էր ու վերանորոգում էինք ու տեղափոխվում էինք, այս սաղ դետալները խանութային ես վերել էի մեր տուն, բայց հիմա արդեն ժամանակն է, որ իրենց վերցնեմ ու տանեմ իմ հետ օֆիս, այնտեղ միասին տեղավորենք ինչ-որ տեղ սիրուն։
Արդեն գրեթե ամեն ինչ վերցրել եմ, բայց մոռացել եմ ցանեմ իմ շոտ սիրելի դուխին։ Չգիտեմ, ես այս հոտից բացի էլ ոչ մի օծանելիք չեմ կարողանում օգտագործել, դա շատ լավն է։ Ու այս լուկը ավելի հավես է լինում այս ակնոցներով։ Всё, գնում ենք դեպի օֆիս։ Ես ողավոր սոված եմ, պետքա գնամ ու անմիջապես խմեմ սմուզի, բայց մինչ այդ ձեզ ցույց կտամ, թե որտեղ է մեր օֆիսը ու մի խոսքով որ հատվածում է լինելու։ Սիրուն հայլի տեսան, վաշեցի մի հատ նկարը։ Տոպրակով գնացինք։ Ուրեմն մեր նոր location-ը ստեղան Ովա Պլազա, բայց երկրորդ հարկում։ Այս կողապիլով, այն հետևն է, բայց չգիտեմ կողանում ցույցեմ, թե մեջքի վրա կընկնեմ։ Всё, концерт дан։ Հիմա վերջապես գնում եմ վերցնեմ իմ սուրճը, պրոցեսը չեմ կարա նկարեմ ձեզ, որովհետև application-ս եմ օգտագործելու այդ պատճառով, բայց վերջում ցույց կտամ, թե ինչ եմ ընտրել։ Ջան սուրճ չեմ խմում, սմուզի եմ խմում, ոնց նորանում եմ սովորությունից, հետո նոր սուրճ մոտենում եմ արդեն։ Всё, սմուզիս պատրաստ է, վերցրել եմ բանան, ելակ և կաթ։ Հեսա մյուս ձեռով կփոխեմ և կփորձեմ։ Ուրեմն եկա օֆիս, հիմա գնում եմ առնեմ Twix, որ պատրաստեմ նոր լոգո հայ հետևորդներիս համար։ Հետո ինչ ունենք անելու։ Հետո նարը թռչնատար։ Ու հետո ունենք նարը թռչնատար լոգոյի դիզայն ստեղծելու։ Այդա միասին կանենք ու շատ հետաքրքիր կլինի։ Գնացինք։ Всё, արդեն Twix-ը ինձ մոտ է ու հիմա միակ բանը, որ մնում է անել, գնալ ու իր լոգոն պատրաստել։ Արդեն ինչ եկել եմ, ոչ մի բան չեմ հասնում անեմ, անդադ գնում եմ ստեղ ընդեղ, բայց վերջապես ինձ մոտ է գնամ արդեն լոգոն պատրաստեմ։ Հիմա վերջնականացնում ենք արդեն մեր հաճախորդի ֆայլերը ու ուղարկենք իրան, հետո նոր անցնենք Նարեի լոգոն անցկացնելու համակարգչի մեջ։ Բրծա ես սկեչերը, հիմա պետք է անցնեմ Twix-ի լոգոյի դիզայնին ու նկարեմ վիդեոպոլովակը, հետո լիքը էլի ուրիշ բաներ։ Հիմա մնացել է այս պոչիկի մասը սենց անենք ու արդեն բավարտենք։ Ահա, մեր վիզուալ տեսքը տեսեք ինչքան սիրուն է լինելու որպես զարդ։ Շատ սիրուն է, դուրը շատ եկավ։ Ընտիր, հեսա սա ուղարկենք արդեն հաճախորդին, որպեսզի հաճախորդը հաստատի։ Այստեղից էլ մենք նամակագրության մեջ ենք հաճախորդների հետ, ունենք նաև on-line team, ովքեր զբաղվում են նամակներով, եւ ունենք մեր ոսկերիչները, ովքեր ստեղծում են այդ հրաշալի զարդերը, սա Twix-ը, երևի արդեն պատրաստվեմ Twix-ի վիդեոին։ Մոտավորապես այս ձևով եմ պատկերացնում լոգոն, բայց երևի X-ը, ուղղակի այս X-ը որ անեմ, ինքը արդեն ինչ-որ խաչ ու փաչի տպավորություն է ստեղծում։ Դե համար ավելի հետաքրքիր ու կրեատիվ տարբերակ պետք է մտածենք X-ի համար։
Սա հաստատ վստահ եմ, որ T-ին ու I-ը ուզում եմ այս ձևով անեմ։ W-ն եկեք մի քիչ ավելի հետաքրքրացնենք, կլորություն կտամ այս մասերին, ու X-ը կարանք սա օգտագործենք, գիտեք, որպես ոչ չէ, նեք, շատ բարդ է իրականում այս երկու տառերը միասին, հիմա նորից ենք անում, մնաց նորից X-ը, հիմա տեսնենք։ Գիտեմ կհավատակ թե չէ, բայց ես հենց վիդեո հոլովակը անջատեցի, մի հատ իդեա ինձ մոտ եկավ, այս սրանից ոգեշնչվեցի, ստեղ մի հատ վատ էսքիզ ունեի արած ու արեցի այս տարբերակը, Այստեղ շատ մակերեսորեն ցանկանում եմ ձեզ բացատրել, թե ինչպես ենք ստեղծում դիզայնը։ Ինչպես տեսակ, սկզբում անում ենք սկեչերը, իսկ հետո այն անցկացնում ենք Adobe Illustrator ծրագրի մեջ, որը մեզ հնարավորություն է տալիս ստեղծելու վեկտորային ֆայլեր եւ արդեն լայներով հավաքում ենք մեր ցանկացած լոգոն։ Դրանք էլ վերջնական արդյունքներն են։ Ուրեմն պարզվեց, որ մենք փոխում ենք Ռուբինա անունը, Ռտարի Պոչիկը ու Նտարի Պոչիկը դարձնում ենք թռչնատար։ Հիմա պետք է մտածեմ տարբերակներ, ոնց կարելի է ավելի հետաքրքիր դարձնել։ Հիմա ինչպես տեսնում եք, այս պահին նույն ծրագրով, որ անում ենք մեր զարդերի AI-ները, տենց գեներացնում ենք դիզայններ, հենց այս Twix-ի համար նախատեսված, օրինակ մի տարբերակը սա է, բայց նորից կփորձենք, ինքը լոգոն շատ մեծ է վրան եղել, ու այդպես լիքը օրինակներ ենք փորձում, տեսնենք, որը կստացվի, որ ավելի լավ կլինի, հիմա էլի ընթացքի մեջ մի հատ կա, հեսա ոնց որ պահպահակված ավելի շատ լինի։ Մի խոսքով պետք է լիքը փորձենք, որ հասկանանք, ինձ թվում է, ես մի քիչ հեսա փոխելու ենք այս պահերը, սպիտակները շատ է իմ համար, չնայած որ իր լոգոյում տենց է, բայց կուզեմ մի քիչ այլ ձև լինի։ Այս մեկը դուրս եկավ, եթե անկեղծ լավն է, չէ՞։ Սա Illustrator-ի ծրագիրն է, սա իրանից ոգեշնչված կներեք, այսպես ստացել ենք լայներով, անպայման պետք է լինի վեկտորային, որ կարողանան հետո տպագրության մեջ էլ աշխատացնել, էլի։ Այս օրինակ մի հատ տարբերակ, որը հետաքրքիր է, բայց մի քիչ երևի դեռ կփոփոխենք, որ ցեզ ավելի օրիգինալ տարբերակներ առաջարկենք եւ այդպես տեղի ունենում մեր մոքափների, մեր AI-ների գործընթացը։ Հիմա սպասում ենք մյուս AI-ներին ու արդեն տեսնենք վերջնարդյունքը։ Բանը ռիլը արդեն տեղադրելու եմ, դուք մնացածն էլ կտեսնեք, ես լրիվ ձեզ չեմ բացի, ձեզ ցույց չեմ տա, որ հետաքրքրություն մնա, չնայած կարող է այս հոլովակը ավելի ուշ փոստեմ, դուք տեսած լինեք, հավանաբար եւ վստահաբար ասեմ, տենց է լինելու։ Դեռ իրան էլ վիդեոներ ենք դարձնելու, այնպես չի էլի մենակ է սրանք են, հետո դրանով արդեն անում ենք վիդեոներ, այս նույն AI-ները վերցնում ենք, էլի ծրագրի մեջ իրան գեներացնում ենք ու դարձնում ենք վիդեո հոլովակներ, որ սենց animation-ներ լինի։ Ուրեմն որոշեցի մի քիչ դուրս կամ սպոսնելու, իմ բնավորությունն է դա, ես միտեղ երկար չեմ կարողանում մնամ ու որտեղ որ երկար եմ մնում, ուզում եմ այդ տեղը փոխեմ ու քայլեմ, բայց եթե անկեղծ ես Երևանը շատ եմ սիրում ու կենտրոնով քայլելը իմ համար չգիտեմ, սենց ավելի մոտիվացիա է, ավելի հավեսով եմ հետո աշխատում։ Այո, հատկապես որ սենց արևը գալիս է եւ աչքերիս է ընկնում։ Հատկապես լավ company-ի հետ, բայց my bro doesn't want to Երևալ դրա համար։ Դրա համար իրան չենք ցույց տա այսօր։ Մի խոսքով հիմա քայլենք մի քիչ, ովքեր որ կարոտել են մեր Երևանը, գիտեմ, որ լիքը մարդիկ կան, ովքեր ինձ հենց դրսից են հետևում, հեսա մի քիչ կտեսնեք կադրեր Երևանից ու մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, որ Երևանը ես միշտ շատ եմ սիրել, շատ սիրում եմ, բայց մի հատ հետաքրքիր բան կա, որ իմ ընկերները, ովքեր որ հայեր չեն ու ապրում են այստեղ,
շատ մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա, որ ես ավելի ու ավելի շատ սիրեմ ու գնահատեմ Հայաստանը, ու որի համար շատ շնորհակալ եմ, որովհետև իրոք մեր երկիրը այն տեղերից է, որ ամեն հարմարություն կա երջանիկ կյանք ունենալու համար։ Դա վստահեցնում եմ ու ինչքան ճամփորդում եմ, այդքան ավելի շատ եմ հասկանում։ Մի խոսքով շատ սիրուն եմ մեր Երևանը ու ամեն ինչը մարդիկ։ Մի խոսքով չգիտեմ, շատ եմ սիրում մեր քաղաքը։ Հիմա էլ այսպես։ Ու սա այս եկեղեցին իմ սիրելիներից է։ Շատ մի հատ նայեք ինչքան սիրուն է մեր քաղաքը։ Չգիտեմ ինչ ասեմ։ Փողոցի անվերջ աղմուկին խառնելով սուլոցս անհոգ աննպատակ անշտապ քայլում եմ Ես սիրում եմ քաղաքը իմ հիմ ես սիրում եմ քաղաքը իմ շոկ երբ աստղերն առաջին քայլում են Այգիները հագել են կանաչ մոռացվել են հոգոցու առաջ երեկոն այնքան խաղաղ լուսավոր է Ես կանչ աղջիկներ են անցնում նայում եմ նրանց ու մտածում որ Երևանն իրոք արտասովոր է Թե մենք ավարտեցինք, սեղանը պատրաստ է, գրասեղանային, ինչ են, գրասենյակային գրասեղանային, ոչմ գրասեղանը գրասենյակային պատրաստ է, այստեղ մեր աշխատանքային սեղանը պատրաստ է, դե այստեղ արդեն լոգոնը ասեցի, մնում է արդեն կարգի բերենք, մեր զարդերը տեղադրենք, այս պատը ներկենք, Եվ կավարտենք, իսկ ես անտանելի հոգնած եմ, չեմ համբերում, թե երբ եմ գնալու տուն ու պարկելու ու այդքանը, էլ այսօր երևի բան չեմ ունենա անելու մի խոսքով, այդպես այս սրանք, սա կատրվեց, իմիջայլոց իմ սիրելի շունիկը ժարդվեց տեղափոխություններ անելուց, ես խոստացել էի նաև, որ սա միասին կտեղադրենք, բայց խոստումս չպահեցի և առանձին գրեցի, կարծում եմ լավ աստեղ, բայց too much-ոտ է երևում, քանի որ արդեն գրքերը իրանք հավես են, բայց սա այլ տեղ չեմ կարող դնել, դրա համար թողում եմ այստեղ, ու սա էլ վերջնական տեսքը, գրեթե վերջնական տեսքը դրսից, շատ cute է. Այո, պատուհանները պետք է դեռ մաքրենք, այստեղ սկոչերի տեղեր կան, այնտեղ էլ պետք է մաքրենք, լոգոն ասեցի պետք է այնտեղ կպսնենք, ոտենց, ու վсё։ Այո, փակեցի, հիմա արդեն գնում ենք տունիկ։